Ամեն տարի Աստվածահայտնությունից 40 օր հետո, փետրվարի 14-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառն Ընդառաջի տոնը։ Այն անշարժ տոն է, հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին։ Ղուկաս ավետարանիչը պատմում է Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ օծյալին տեսնելը։ Հավատավոր Սիմեոն ծերունու Հիսուսին ընդառաջ գնալն էլ սկիզբ է տվել տոնի անվանմանը՝ Տեառն Ընդառաջ։ Տերունի այս տոնի սկիզբն ավետում է նախօրեի ժամերգությունից հետո կատարվող նախատոնակը, որի ավարտին հոգևորականները անդաստանի արարողություն են կատարում, օրհնում աշխարհի 4 ծագերը։ Մարիամը եւ Հովսեփը իրենց զավակին Մանուկ Հիսուսին տանում են տաճար ընծայելու, եւ քանի որ ժամը արդեն ուշ էր, մարդիկ մոմերով, ճրագներով ու կանթեղներով դուրս են գալիս, որովհետև տաճարից դղրդյուն է լսվում, ահռելի մի ձայն, եւ իրենք այդ մոմերով, ճրագներով դուրս են գալիս տեսնելու համար, թե ինչ է կատարվում, եւ այդ ձևով նաեւ մի տեսակ լուսավորում են Տիրոջ ճանապարհը։ Ինչպես ամեն անգամ, այս տարի եւս բոլոր եկեղեցիներում կկատարվի Տեառն Ընդառաջի նախատոնակ, որից հետո հավատացյալները եկեղեցու կանթեղից վերցրած կրակով եկեղեցու բակում խարույկ կվառեն իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։ Սովորաբար խարույկը վառում է եկեղեցու երիցագույն հոգևորականը։ Առաջնորդանից Սուրբ Սարգիս եկեղեցու բակում խարույկ չի վառվելու, որովհետև բակը փոքր է, մեքենաները շատ են, անվտանգության խնդիր կա։ Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում ամեն տարի վառվում է, այս տարի եւս կվառվի։ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցին շատ գեղեցիկ միջոցառումներ է կազմակերպում, նախապես Հայորդաց տան սաների հետ միասին գաթային պատրաստում նորապսակների համար, փոխինդ աղանց, որը փետրվարի 13-ի երեկոյան ժողովրդական ազգային միջոցառում կկազմակերպվի եկեղեցու բակում, նորապսակներին կբաժանեն, 2 պարով կդիմավորեն եւ փետրվարի 14-ին արդեն կհրավիրեն բոլորին պատարագի եւ օրհնության կարգի մասնակցելու։ Արդեն ավանդական խարույկ կվառվի նաեւ Սիրահարների զբոսայգում, այնպես որ այնտեղ էլ ցանկության դեպքում կարելի է գնալ եւ մասնակցել գեղեցիկ միջոցառման։ Նախատոնակի հաջորդ օրը փետրվարի 14-ին բուն տոնն է։ Ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի կոնդակով Տեառն Ընդառաջի տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Տոնական պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի նորապսակների օրհնության կարգ։ Այս տարի Տեառն Ընդառաջի տոնը համընկել է առաջավորած Բախի առաջին օրվա հետ։ Հոգևորականներն ասում են, որ նման դեպքերում եկեղեցին առաջնորդվում է տերունական տոնի ծիսակարգով, այսինքն սովորականի նման կատարվելու են նախատոնակն ու տոնական պատարագը, սակայն նրանք խորհուրդ են տալիս չմոռանալ նաև Բախքի մասին, նախընտրելով պահոց շրջանին հատուկ կերակրատեսակներ։